Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի կողմից առաջադրված թիվ 2/34 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Ավանեսյանն է։ Բարև ձեզ, պարոն Ավանեսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսօր մենք զրուցելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի տարած բողոքի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ Տիգրան Մուկուչյանի նախագահի մերժման հիմքերի վերաբերյալ բողոքը հետեւյալն էր, դուք պահանջում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որպեսզի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում հավաքագրված ընտրությանը մասնակցած քաղաքացիների մատնահետքերը հավաքվեն մեկ ընդհանուր բազայում եւ տեղի ունենա Խաչաձև ստուգում, որպեսզի բացահայտվեն կրկնակվյարկություններ եղել են, թե ոչ։ Պարոն Մուկուչյանը քննելով հարցը նշեց, որ նախ սա շատ տարողունակ աշխատանք է եւ իրենցից տարիներ կպահանջի այդ այսպես կոչված Խաչաձև քննությունը կամ cross checking-ն իրականացնելու համար, եւ երկրորդը ձեր բողոքները հիմնավոր չեն, քանի որ չկան փաստեր կրկնակվյարկության կամ կեղծ քվյարկության վերաբերյալ։ Դուք այսօր այստեղ եք եւ ձեր ձեռքի տակ ունեք բազմաթիվ փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ ձեր մտահոգությունները հիմնավոր էին, որ եղել են կրկնակվյարկություններ եւ որ հնարավոր էր իրականացնել այդ cross checking-ը շատ ավելի սեղմ ժամանակներում, քան տարիները, որի մասին նշել է պարոն Տիգրան Մուկուչյանը։ Ինչպիսին էր ձեր փաստերի բազան եւ ինչ կարող եք ասել հնարավոր, արդյոք 1.5 միլիոն քաղաքացիների մատնահետքերը cross check անել մի քանի օրերի ընթացքում։ Բարի, առաջին ես միջև ձեռից չբռնեմ կրկնակվյարկության ընթացքում չեմ ասի եղել են կրկնակվյարկություն։ Ես ասել եմ եղել է կրկնակվյարկության հնարավորություն։ Ես ասել եմ եղել են կասկածելի անձնագրեր։ Եղել են անձնագրեր, բավականին մեծ քանակի տեղամասում, կա համապատասխան արձանագրություն, եւ որ ես դիմել եմ հանձնաժողովին արձանագրելու համար եւ նման անձնագրեր գտնելու դեպքում դա կլինի հանձնաժողովի անդամ թե դիտորդ, որպեսզի նման անձնագրերի տերերի անունազգանները առանձին ցուցակով գրեին, ոնց է աշխատի հանձնաժողովը ամենայն դեպս ցուցակը դատարկ են թողել, բայց անձամբ ես տեսել եմ բազմաթիվ այս մասում կազմապատրված անձնագրեր։ Ինչի այդ մասում կազմապատրված անձնագրեր, քրկոտած վիճակ եւ այլն, հա, օրենքով կարելի է անդրել։ Կարա եւ լրիվ ճիշտ լինի այդ անձնագիրը, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ճղած այստեղ ճղվածք ունեցող անձնագրով մարդը կարող է Վրաստան գնալ ու գալ։ Կար համապատասխան գնիկ Վրաստան մեկնելու հետ գալու։ Այսինքն դրանք անձնագրեր էին, որոնք ունեին խնդիր եւ որոնք ենթադրում եք, որ անբավեր են։ Դրանք անձնագրեր էին, որոնցից եթե մեկին իմ անձնագիրը նման տեսք ունենար, ես ոչ Հայաստանից կարայի դուրս գայի, ոչ էլ այդ անձնագրով հետ գայի։ Եւ ինչքան էր նման անձնագրերով քվյարկողների թիվը։ Ну բավական, եթե աշկս նկատել, դա քանակը գիտեք ինչ, այս մեր մոտ sense բան կա էլի Հայաստանում մեր ժողովրդի մոտ։ Ու շատ ունի միլիոն, միլիարդ, չէ։ Մեկը տեսել եմ, երկուսը տեսել եմ, ձեռից բռնել եմ 1-2։ Ուրեմն կա։ Մեկ դեպքը բավական չի ասելու համար որ կա հնարավորություն։ Ինչի եք ուզում 100,000-ավոր դեպքի մասին խոսակ։ Ինչի համար, ինչ քանակի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք հնարավորության։ Կա հնարավորություն, որովհետև կա դեպք, կա արձանագրություն մեր տեղամասային հանձնաժողովի մատյանի մեջ, որ այդ տիպի անձնագիր է տեսնում, որը կասկած այն մոտ առաջացնում եւ որ խնդրում եմ նման դեպքերի համար նման մարդկանց անունազգանները առանձին ցուցակով գրել ներկայացնելու համար հետագայում ոստիկանության կողմից իրենց ինքնությունը եւ ավելի մանրամասն բարձրելու համար։ Փաստը կա։ Հիմա ինչ վերաբերում է Տիգրան Մուկուչյանի հիմնավոր ուղերձից մեկին, որ հələ ցույց տվեք մի դեպք, որ տենց բան կարաներ։ Լավ է դեպքը, որ տղամարդը անձնագիրն անցկացնում է կնոջ նկար է հայտնում, դա ձեր համար դեպք չի։ Կա սա դեպք եք խոսում, ես չեմ տեսել, բայց սա խոսում են, որ փաստ է եղել է դեպք, մեկ դեպք, որ տղամարդը անձնագիրը տվել է, հայտնվել է կնոջ նկար։ Դա դեպք չի, ինչ միլիոն դեպք եք ուզում։ Այն կերներ, ապացուցեք, համոզեք, որ չի եղել, ես ուզում եմ համոզվեմ, ես շատ եմ ուզում, ազնվությամբ ես ուզում եմ համոզվեմ, որ ամեն ինչ եղել է արդար։ Համոզեք ինձ, եթե ես ունեմ կասկած, փարատեք իմ կասկածները։ Վերջ-վերջո ես ավել բան չեմ ուզում։ Ես ուզում եմ այն ինչ որ ընտրական օրենսգիրքն ասում, նույն Տիգրան Մուկուչյանի տված որոշման մեջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի տված որոշման մեջ գրված է ՀՀ ընտրական օրենսգիրքի 67 հոդվածի 3-րդ կետի համաձայն տեխնիկական սարքավորումը պետք է ունենա քվեարկության մասնակիցներին հաշվառելու, կրկնակի գրանցումը բացառելու եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած այլ ծրագրային հագեցվածություն։ Շատ կներեք, ստե որտեղ եք տեսնում, որ գրված է, որ պետքա բացառի կրկնակվյարկությունը մեկ տեղամասի տարածքում։ Ակնհայտ բառացի գրած է, հենց իրանց կողմից հրապարակած տեքստից եմ կարդում։
Տեխնիկական սարքավորումը պետք է ունենաք վերողջան մասնակցային հաշվառելու, կրկնակի գրանցումը բացառելու եւ Այսինքն խոսքը տարբեր տեղամասերում խոսքը Հայաստանում կրկնակ քվեարկություն իրականացնելու մասին է, այո։ Հնարավորության բացառման։ Հիմա ես ընդունում եմ, որ արված է բավականին բաներ, կրկնակ քվեարկությունը առնվազն եթե ոչ բացառելու, ապա այն հետևանքը գտնելու, չէ, հետևից գնալու եւ հայտնաբերելու համար։ Հիմա կա բազաները։ Եկեք իրար հետ միավորենք, եկեք ստուգենք։ Ով ասում տարիներ, ինչի համար տարիներ, դուք ոնց եք պատկերացնում, որ մատնահետք այդ գծագիրն է մեր։ Ես տրամադրել եմ նկարներ, խնդրում եմ այդ նկարները ցույց տվեք, թե ինչա մատնահետքը, ինչա ինքը իրանից ներկայացնում մատնահետքը։ Սարքի կողմից մատնահետքը կարդալուց հետո այն որոշակի ալգորիթմի, որոշակի գործողությունների հաջորդականության արդյունքում վերածվում է թվային մոդելի, մատնահետքի թվային մոդելի։ Անվանվում է մատնահետքի շաբլոն։ Համեմատվում են շաբլոնները։ Այն որ դուք մատնահետք եք տալի համընկնումը չի համընկնում, դա ձեր նկարը չեն մատնահետքի համընկնում ստուգում։ Ստուգում են մատնահետքի շաբլոնները։ Իսկ մատնահետքի շաբլոնները ստուգելը, երբ որ մեկ մատնահետքը միջինով 70 իրարից անկախ, ասենք ունիկալ հատկությունների հավաքածու է, հավատացեք, դա տարիների մասին խոսալը տեղ անհետեցություն։ Այսինքն հնարավոր է շատ կարճ ժամանակում իրականացնել խաչաձև ստուգում։ Իրոք գտնում են տարիներ, խնդրեմ մասնագետներ իրանց կողմից, մասնագետներ մեր կողմից նստենք, գիտնականներ հրավիրենք, միգուցե մենք անգրագետ ենք, իրանք շատ գրագետ են, թող ապացուցեն, էլի թող ապացուցեն, թող փարատեն մեր բոլոր կասկածները։ Բայց եթե իրանք ընդունենք, որ իրոք այնքան գրագետ են, որ մենք այդքան անգրագետ ենք ու չենք հասկանում, որ դա տարիներ է տևում, այդ դեպքում կարաք ինձ բացատրեք Տիգրան Մուկուչյանի խոսքը, որը հրապարակվել է միջազգային դիտորդների, այդպես էլ եմ ձեզ տվել նախնական զեկույցի մեջ, անգլերենից հայերեն բառացի թարգմանված առաջին էջի վերջին պարբերությունում ներկայացված է, որ ԿՀ-ն պարտավորվել է պատրաստակամությունը հայտնել, իմ թարգմանությունը մի քիչ պատրաստակամություն է հայտնել, ցանկացած կասկած լինելու դեպքում կատարել cross checking, այսինքն մատնահետքի հետ ամբողջական բազայով համեմատություն։ Սա ես չեմ ասում, սա ասում է ԿՀ-ն։ Հիմա ուզում եմ հասկանամ, ԿՀ-ն որտեղ է խափում։ Այնտեղ որտեղ ասում է դա անհնար է, թե այնտեղ որտեղ ասում է մենք կիրականացնենք դա։ Ես որպես Հայաստանի քաղաքացի, ուղղակի որպես քաղաքացի, ուզում եմ իմ համար իմ բոլոր կասկածները փարատեմ։ Տվեք ինձ այդ հնարավորությունը, տվեք այն հնարավորությունը, դրոշը վերցնեմ, գամ ձեր գովերքը երգեմ բոլորին։ Ինչի՞ չեք տալիս։ Այսինքն, պարոն Ավանեսյան, կատարվածը կարող է դիտարկել որպես քաղաքական դիրքորոշում, քաղաքական կամքի բացակայություն։ Քաղաքականությունից հարցեր եկեք, խնդրում եմ։ Շատ լավ, ցանկացած հարց։ Շատ լավ, պարոն Ավանեսյան, իր մեկնաբանություններից մեկում խնդրի վերաբերյալ Տիգրան Մուկուչյանն ասել էր, որ դաշինքը ինչու չի մասնակցել էլեկտրոնային բազայի ձևավորմանը, ինչու չի օգտվել ծրագրերի կոդերը ստանալու եւ աուդիտ իրականացնելու գործընթացից, եւ սա որպես հիմք օգտագործել է ձեր բողոքը մերժելու համար։ Դա ինչ որ կապ ունի այս պահի ձեր պահանջի հետ։ Այստեղ որևէ հիմնավորում չեմ տենում։ Ներկայացնեմ ինչու։ Ձեզ ներկայացնում են, ասում են ձեր համար ստեղծում ենք այս մի քանի հատ գործիքը, որով դուք կարաք վերահսկեք, ստուգեք եւ այլն, ասում եք շատ լավ գործիքներ է, շատ ուրախ եմ, ավել բան չեմ ուզում։ Պատրաստ եմ այդ գործիքներով այսօր առաջնորդվել։ Հետո այդ նույն գործիքներով մենք առաջնորդվում ենք, ասում ենք դե այդ գործիքը որ ասել ես, դες մատնահետք եմ հավաքում, ես եմ, դե բեր կիրառենք, ասում է բախի է ժամանակ չես ասել գործիքս մատնա։ Չէ, մենք ասել ենք լավ է, բեր հիմա կիրառենք։ Խնդիրը սրա մեջ է, մենք ավել բան ենք ուզել։ Ասում ենք գիտես ծրագիրը վատներ են, մյուսը վատներ են, մյուսը չէ, ասում ենք բեր մատնահետքերը համեմատի։ Փարատի մեր բոլոր կասկածները, իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կասկածները փարատի, որտեղ անձամբ իմ մոտ կասկած է մնում։ Եթե դուք ասում եք, որ մենք դա անելու ենք ու չենք անում, շատ կներեք։ Մյուս կողմից ասում եք ցանց չի եղել, տեսացանց է եղել։ Մյուս կողմից տարբեր տեղեր տարբեր խմբագրումներ եք անում։ Ինչու այդ ամբողջ 1500 տեղամասում, եթե 1500 տեղամասում եղել է տեսանկարահանում եւ on-line ցուցադրում, on-line ցուցադրել են վեբ կամերաներով։ Ու կապ չունի, մի վեբ կամերան կարող է 4K լինի, ասենք ռեզոլյուցիոն, մյուս վեբ կամերան կարող է ընդհանրապես ասենք սովորական 322/188-ի վրա։ Տեխնոլոգիան նույնն է, վեբ կամերա, բոլորս էլ հասկանում ենք, կամերա, որը ինքը պակետները վերածում է որոշակի սթրիմի, որը ինտերնետի միջոցով հաղորդվում է։ Այսինքն եթե դուք հայտարարում եք, որ դուք վեբ կամերա եք տեղադրել, դուք արդեն իսկ հայտարարում եք, որ նա աշխատում է ցանցով։
Մեր հարցն էլ է, որ եթե դրանք ցանցով էին աշխատում, եթե դուք ցանց ունեիք փաստացի 1500 տեղամասում ունեիք ցանց, որտեղ այդ կամերաները այդ ցանցով են հաղորդել այդ վիդեոն։ Դժվար է մի հատ փոքր սարքող կդնել, առանձին վլաններ կներ, առանձին ինչ-որ մի տեխնոլոգիա կներ, այդ արդեն ընթերցող սարքերը իրար մեջ ցանց սարքեն։ Այո, ընթերցող սարքերը իրար մեջ ցանց չեն ունեցել, բայց ունեցել են հնարավորություն ցանց ունենալ, մենք դրա մասին ենք խոսում։ Հարցադրման մեջ ոչ թե եղել է, որ գիտեք, բան եղել է ցանց սարքավորման մեջ, դուք չեք որտեղ, չէ, հենց կակրած մենք այդ ենք ասում, չէ, որ դուք ունեցել եք 1500 հատ տեղամասում ցանց, որի միջոցով կատարել եք հեռարձակումը։ Արդյոք դա այդքան դժվար է, երբ որ նման տեխնիկական հագեցվածություն արդեն կար այդ տարածքներում, մեկ գիծ առանձնացնել, բերել միացնել այն լոկալ ցանցին, որով միացված են այդ լոկալ ցանցեր, սարքերը տվյալ տեղամասում, եւ այդ դեպքում առնվազն 1500 տեղամասերում սարքերը կլինեին մեկ գլոբալ ցանցում։ Եվ կապահովեր օրենքի այդ պահանջը, որ մենք նույնականացնենք մարդկանց։ Կբացառենք կրնակրթությունը դաժե հենց real time, թեև նույնպես եմ ասում, շատ լավ բան է արված, ասես մենք հնարավորություն երբեք չենք ունեցել պատմության մեջ։ Ինձ հարցնում են, ասում են, հնարավոր է արդյոք, որ մարդիկ կեղծեն այդ մատնահետքերի բազան։ Տեխնիկապես այո։ Բայց չէ որ այդ նույն կեղծելուց հետո էլ հնարավոր է նայել դա իրականում նման է իրական մատնահետքի, թե չէ, վերջ-վերջը պրոբլեմի համեմատել։ Եվ ամենավատակն է, լավ չենք համեմատում։ Գոնե հաջորդ ընտրությունների համար ապահովում ենք նման գործիքի անհնարինությունը կիրառման։ Եթե դա կա, նորից եմ ես կրկնում, միջև ձեռը չբռնես, մարդուն չես կարող ասես անցագործ։ Միջև դատարանի որոշումը չլինի եւ այլն, դաժե ձեռը բռնելուց էլ իրավունք չունես, 1000 պատճառ կա ու մեկնաբանություն կա։ Ընտրակեղծ ծառայությունների վերաբերյալ ահազանգերի ապացուցողական բեռը ըստ ընտրական օրենսգրքի դրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հակառակը ապացուցի քաղաքացիներին։ Մի հարց եւ վերջացնենք։ Պարոն Ավանեսյան, ես ճիշտ եմ հասկանում, որ թեև բոլոր տեղամասերում կար էլեկտրոնային գրանցման սարք եւ ես կարող էի գնալ X տեղամաս քվեարկել, հետո գնալ Y տեղամաս քվեարկել եւ հանձնել մատնահետք եւ ոչ մեկ այդ մասին չիմանար։ Արդյոք սա է խնդիրը։ Եթե դուք օրինակի համար ունենայիք մի հատ sense ազնագիր, որով դուք գրանցված եք massive-ում եւ ինչ որ պատճառով massive-ում լիներ ձեր բազան, եւ ունենայիք մի հատ sense ազնագիր, որով դուք գրանցված եք օրինակ ասենք 3-րդ մասում եւ ընդեղ է լիներ ձեր բազան, այո, դուք կարայիք, որովհետեւ ձեր մատնահետքերը ունիկալ ձևով չէին իդենտիֆիկացնի։ Սանոկը քվարկի եք ընդեղ, նրանով ընդեղ։ Առավելևս դուք կարող եք ունենալ մի հատ ազնագիրը, մի հատ սրա հինը։ Եվ կարմիր լույսը չէր վառվելու ոչ մի։ Կարմիր լույս չէր վառվելու ոչ մի տվյալ դեպքերից ոչ մեկում։ Եվ ձեր պահանջը հենց սա է։ Ցուցակում էլ ճիշտ անուն ազգանները չէր կրկնվելու։ Այստեղ խնդիրը գնում է մեր կասկածը որտեղ է, մենք ասում ենք այս անձնագիրը, այդ որ ասում եմ ճղված է այստեղ, չէ՞։ Չէ որ կարա լիներ սենց։ Միտեղ դուք կոչվեիք օրինակ Ֆիլիպոսյան Փարաձեն կներեք, մյուս կողմը կոչվեիք Մարտիրոսյան Վարդուհի։ Նույն մատնահետքով նույն անձը։ Այսինքն ցուցակների հրապարակումը տվյալ դեպքի հետ որևէ կապ չունի, որևէ կապ չունի, որևէ օգնություն չի տալիս։ Դա հնարավորություն չի տալիս այդ տիպի դեպքեր հայտնվել։ Նույնիսկ եմ ասում, սա կասկած է։ Խնդրում եմ, բոլորից ով կարա, փարատեք այս կասկածը։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Ավանեսյան, հետաքրքիր մեկնաբանությունների եւ բացատրությունների համար, որովհետեւ մեզ համար առ այսօր շատ խնդիրներ կան անհասկանալի մատնահետքերի բազայի հավաքագրման, դրանց նույնականացման եւ արդեն cross-checking-ի հետ կապված։ Շնորհակալ եմ, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։